Գիտեք, ես չեմ ասում, որ նախկինում մինչև 2018 թվականը կամ պաշտոնաթող նախագահների օրոք որևէ լավ բան չի եղել։ Իհարկե եղել է։ Մենք բոլորս ապրել ենք այդ միջավայրում, իրողություններ են դրանք մեր եղել եւ տեսել ենք, բայց պետք է մենք ընդունենք 2018-ը ինչու եղավ։ Որքան էլ որ տարբեր խոսեն արտաքին միջամտություններ եւ այլն, բայց կային խնդիրներ, չէ՞, կային ձևավորված խնդիրներ եւ դրանք կուտակվել են ու դրանք նախագահներից որևէ մեկին վերագրել չի կարելի։ Դրանք 18 թվականի դրությամբ բոլոր 3 նախագահների ժամանակաշրջանի կուտակված խնդիրներն էին։ Նույնը ես ասում եմ նաեւ այսօր էլ լավ բաներ տեղի ունենում են, բայց դրանք դրվագային են եւ դրանք մեր երկիրը պարզապես հետընթացի մեջ են պահում։ Ես նաեւ ուզում եմ հստակ նշել, որ ԿՊ-ն ու Փաշինյանի իշխանությունը նեգատիվի իշխանություն է։ Նրանց ինքնությունը նեգատիվ է։ Սա նեգատիվ ինքնություն ունեցող իշխանություն է եւ ամբողջը կառուցված է ատելության շուրջ։ Ինչ են անում, մասնավորապես Փաշինյանի ու նրա իշխանության մասին է խոսքը, մարդկանց անընդհատ այս խնդիրների շուրջ զզվացնում են ուղղակի զզվացնում են, որ մարդիկ հոգնեն, զզվեն, հուսահատ վիճակում մնան ու չգնան ընտրությունների եւ սա հայտնվեն հուսալքության մեջ ու սա միայնում է ձեռնտու, միայն ձեռնտու է ԿՊ-ին այս վիճակը, որովհետեւ եթե մարդիկ չեն գնում ընտրության, ընդամենը այս արդյունքում օգտվում է բնականաբար քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Եվ իմ խոսքը նաև ես ուզում եմ ուղղել նախկին նախագահներին, պաշտոնաթող նախագահներին, ասել, որ պարոնայք պաշտոնաթող նախագահներ։ Եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Եվ նաև ուզում եմ ասել հետևյալը, քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության։ Եվ դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք։ Ինձ համար, եւ դա նաեւ ժողովրդավարական հասարակության կանոն է, որ նրանք դառնում են պարզապես ռեժիմի մաս։ Այս պարագայում, որովհետեւ օգնում են Նիկոլ Փաշինյանին վերածվելու բռնապետի։ Նա հիմնվում է, սնուցվում է միայն այս սխալներից։